Մենք շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք շատեր, այդ առաջին ալիքը միշտ տարբեր նախագծերի շրջանակներում պատմում է այն ազգային փոքրամասնությունների մասին, այն մարդկանց մասին, որոնք այլ մշակույթի կրող են, բայց հայերի հետ այնքան համակցված ու զուգահեռ են ապրում, որ նույնիսկ այդ մշակութային տարբերությունները վաղուց ձուլվել են ու դարձել բոլորինս համատեղությամբ։ Եվ մենք հիմա շարունակելու ենք պատմել մի նախագծի մասին, որի ընթացքում դպրոցներում ազգային փոքրամասնությունների երեխաները, աշակերտները իրենց մայրենի լեզուն սովորելու իրավունք կունենան եւ այս ամենի վերաբերյալ համատեղ իրազեկման աշխատանքներ են սկսվել կատարվել։ Եվ այս թեմայի շուրջ մենք այսօր կզրուցենք մեր հյուրերի հետ։ Շտապում ներկայացնել նրանց։ Ռուստամ Հասանյան, Ֆերիկ գյուղի Ռազիլիե Ռաշիդի Օզվանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ եւ Թամարա Սարգսյան, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ։ Բարի լույս։ Շատ լավ հետաքրքիր թեմա ենք մենք ընտրել այսօր։ Այո, եւ շնորհակալ ենք, որ առավոտը սկսել եք մեզ հետ ու այս նախագծի, այս իրազեկման արշավի մասին պատմելու շրջանակներում։ Նախ պատմենք գաղափարը որտեղից եղավ, որ պետք է նաև հանրակրթական դպրոցներում երեխաները ազգային փոքրամասնությունների ունենան հնարավորություն իրենց մայրենին ել ավելի մոտ լինելու նաև դպրոցի շրջանակներում։ Նորից բարի լույս եւ շնորհակալություն այս կարևոր հարցի շուրջ հաղորդումը կազմակերպելու համար։ Իրականում իրազեկումն է, որ մենք որոշել ենք նորից եւ նոր տեմպով անել, որովհետեւ մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները հանրակրթական դպրոցներում իրենց լեզուն սովորելու հնարավորություն միշտ ունեցել են եւ դա նաեւ օրենսդրորեն այսպես ամրագրված իրավունք է եղել թե կրթության մասին, թե հանրակրթության մասին օրենքներում, բայց մենք շատ կարևորում ենք դրա մասին պարբերաբար խոսելը, որպեսզի նաեւ իրազեկ լինեն գուցե այն բնակավայրերում, որտեղ ազգային փոքրամասնությունները այնքան շատ չեն եւ համայնքները շատ ուժեղ համախմբված չեն, այսպես դպրոցներում նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուզում եմ նշել, երեխաները ունեն հնարավորություն իրենց մայրենի լեզուն, ուսուցման լեզուն ընտրելու եւ եթե այս տեսանկյունից նայենք, Հայաստանի Հանրապետությունում 5 լեզուներ են, որ ազգային փոքրամասնությունների լեզուներ են համարվում, հունարենը, ռուսերենը, ասորերենը, եզդիերենը եւ քրդերենը, հետեւաբար այս ազգային փոքրամասնություններին պատկանող մարդիկ կարող են մանկապարտեզում եթե կա այդպիսի հնարավորություն, հա, այսինքն համապատասխան մասնագետ ուսումնասիրել մայրենի լեզուն, պարտադիր հայերենի իհարկե ուսուցմամբ եւ դպրոցներում են առաջին դասարանից սկսած ուսումնասիրում են մայրենի լեզուն եւ առանձին առարկայի ձևով եւ խմբակի ձևով կարող են ուսումնասիրել եւ պետությունը իհարկե այս հարցին մի քանի կարեւոր ձևերով է աջակցում մասնավորապես համապատասխան դասագրքերի տպագրություն, ուսուցիչների վերապատրաստում, խմբակավարների համար հատուկ պայմանների սահմանում եւ այլն։ Շատ լավ, պարոն Հասանյան, որպես համայնքի ուսուցիչ, դպրոցի ուսուցիչ, ինչպիսի խնդիրների եք բախվում մայրենի լեզուն ուսուցանելու, ուսումնալելու հետ։ Նախ բայլուսես, շնորհակալ եմ հրավերքի համար։ Սիրո։ Գիտեք ինչ, սենց ասեմ, ուրեմն ես աշխատել եմ, ես մասնագիտությամբ մանկավարժ չեմ, ես ավարտել եմ շինարարական տեխնիկում եւ Շարինցավանի հաստոցագործական տեխնիկում 2007 թվին իրական ինչ կայտ ասեմ, որ դուք ճիշտ հասկանաք 2007 թվին Ազիզ Թամոյան ողորմածի մեր միության նախագահան հաճախեց մեր համայնքը Արմավիրի մարզի Արարատի մարզի միակ եզդիաբնակ համայնքն է, որ ամբողջ 100%-ով եզդի են բնակվում, բայց մայրենի լեզուն չեն դասավանդում։ Ուրեմն Թամոյանը հաճախեց եւ խնդրեց ինձ, որ ես խորհրդային միության ժամանակ պետք է դպրոցում անցել ենք նաև մեր լեզվով, տիրապետում է այդ լեզվին, տառերին եւ բոլորին ու sense գիտեք ինչ որ ասեմ հենց sense բան գնացի նստի պարոն չէ դժվարություններ շատ կար մեզ մի 7-8 անգամ գնացել ենք վերապատրաստումների շնորհակալ եմ պարոն Հասան Թամոյանից որ մեզ այդ պարապելա այդ բոլոր ճանապարհը ուղիները մեզ ցույց տվել
եղել են դժվարություններ, բայց արդեն հիմա չկա այդքան։ Դա շատ լավ է։ Եվ արդեն ձևավորվել է նաև ուսուցչական համայնք, որտեղ մարդիկ իրենց մայրենի լեզուն փոխանցում են պատանիներին, երիտասարդներին, որպեսզի լեզուն կրելու եւ այդ պատմությունը նաև մայրենիի շարունակելու հնարավորություն ունենան հենց երիտասարդները։ Ինչպես եղավ ձեր առաջին փորձը երեխաների հետ, երբ առաջին անգամ եզդի փոքրիկները հասկացան, որ դպրոցում կարող են իրենց մայրենի լեզուն սովորել։ Հա, սենց ասեմ, նախ առաջին հերթին ես իմ շնորհակալությունը հայտնեմ Հայաստանի կառավարությունից, որ մեզ տրամադրում են առաջինից մինչև 12-րդ դասարան թե լեզու, թե գրականություն գրքերը անվճար տրամադրում ազգային փոքրամասնություններին։ Հա, գիտեք ինչ, դե համայնքի բնակիչ եմ ես նախ առաջ հերթին, բոլորս իրար ճանաչում ենք, թե փոքր, դե փոքր համայնք է, մի 50 տնտեսություն, հա, ասես ասեմ, հա, իրար ճանաչում ենք, դե առաջի անգամ որ գնացի ոնց որ ոչ թե ուսուցիչ իրանց հետ ծանոթալ, այլ որպես համագյուղացի, հա, իրանց հետ մի քիչ տարբեր ձևով շփվա, հետո կամաց sense բաններ մտնանք արդեն ուսումնական այդ բանի process-ի մեջ, որ արդեն այդ հարևանություն բանը արդեն Դժվար է ձեզ տրվել ուսուցչի այդ պաշտոնը, չէ՞, երևի թե։ Հա, դե չէ, գիտեք, ոնց որ մի ամսից արդեն սկսենք արդեն տելանալ այդ բոլորի։ Սենց է, միջև այնտեղից է։ Շատ լավ։ Ինչպես է կառավարությունը կարողանում կազմակերպել հատկապես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, որպեսզի Հայաստանի բոլոր մարզերում լինի այդ ապահովվածությունը եւ ազգային փոքրամասնությունները, եթե կա համայնք, դպրոցում կան մեծաթիվ երեխաներ, կարողանան գտնել իրենց մասնագետին, արդյոք նաեւ այլ մարզերից մասնագետներ կգործուղվեն։ Մենք մի քանի այսպես ծրագրերով փորձում ենք աջակցել հա այս կարևոր չէ ասի ծրագրին, այլ պարտավորության կատարմանը, որովհետև մանկավարժների խնդիրը բավական բարդ է մեզ մոտ, նույնիսկ լեզուն տիրապետող մարդիկ այնքան չեն, որ կարողանան դպրոցներում այդ աշխատանքը իրականացնել, նաև սրան կարող է գումարվել սոցիալական որոշակի դժվարություններ, եթե մարդը ուրիշ բնակավայրում է ապրում կամ դպրոցում երեխաների թվով պայմանավորված, դասաժամերի քիչ լինելով պայմանավորված, նաև վարձատրությունը այնքան բարձր չի լինում եւ այդ պատճառով այսպես մի քանի աջակցող նախաձեռնություններ ունենք։ Առաջինը իհարկե այն է, որ նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով կազմակերպվել է կամավոր ատեստավորում եւ մենք 13 ուսուցիչ ունենք, որոնք կամավոր ատեստավորումը հաղթահարել են եւ իրենք հետեւաբար բարձր վարձատրություն ստանալու հնարավորություն ունեն։ Մենք խմբակ վարելու համար մի փոքր ավելի մեղմ պայմաններ ենք սահմանել, որպեսզի եթե մարդը ուսուցչի պահանջներին չի բավարարում, խմբակավարի պահանջներին կարողանա բավարարել, այս պահին քննարկվում է եւ շուտով շրջանառության կդրվի եւս մեկ փոփոխություն, որ ազգային փոքրամասնություններով դասավանդող մարդկանց համար տրանսպորտային ծախսի փոխհատուցումը գործի եւ սա կնշանակի, որ տարբեր բնակավայրերում բնակվող մասնագետները հնարավորություն կունենան այդ փոխհատուցումը ստանալ եւ գնալ մի քանի դպրոցներում աշխատել եւ նաեւ շատ կարեւոր է, որ հիմնականում այն դպրոցները, որտեղ դասավանդվում են ազգային փոքրամասնությունների լեզուներ, ավելի փոքր աշակերտական թվակազմ ունեցող դպրոցներ են եւ այստեղ եւս ուսուցիչները լրացուցիչ հավելավճարներ են ունենում եւ կարծում ենք, որ առաջին ուղղությունը այս իմաստով գրավչությունը բարձրացնելն է, բայց բնականաբար նախարարությունը նաև բարձրագույն կրթության իմաստով որոշակի արտոնություններ է եւ առավելություններ է սահմանում եւ մենք էլ փորձում ենք աշխատել համայնքների հետ, որ մարդկանց խրախուսենք գնալ մասնագիտական կարողությունները ուժեղացնել եւ դասավանդել մայրենին։ Ու քանի որ այս նախագիծը բավականին երկար ճանապարհ է անցել մեր երկրում, կարելի է կարծել, որ այն երեխաները, որոնք ժամանակին դպրոցում սովորել են իրենց մայրենի լեզուն, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հիմա արդեն նրանք կկարողանան իրենց ստացած գիտելիքները փոխանցել եկող փոքրիկներին։ Մեծ հույս ունենք, որ շահագրգռված կլինեն հենց մանկավարժական կրթությամբ կրթությունը շարունակելու եւ վերադառնալու իրենց դպրոցներ։
Կան արդյոք նախատեսվող փոփոխություններ կամ նոր ծրագրեր այս ոլորտում։ Պետք է ասեմ, որ մենք նախորդ ուսումնական տարում մի շատ հաջող նախագիծ ունեցանք, քանի որ մշակութային կրթության տարի էր եւ մշակութային բազմազանության թեմայով խոշոր էքսպո կազմակերպեցինք, որի ընթացքում ազգային փոքրամասնությունների մշակույթին վերաբերող տարբեր նախագծերի արդյունքներ ներկայացվեցին եւ սա շատ ոգևորիչ էր։ Մենք կարծես թե ամեն տարի պատրաստվում ենք այս նախաձեռնությունը շարունակել։ Շնորհակալություն անչափ, մենք էլ կհետևենք բոլոր նորություններին, որպեսզի տեղեկացնենք մարդկանց Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին, հատկապես այս դեպքում դպրոցահասակ երեխաներին, որպեսզի լինեն տեղեկացված ու առհասարակ հետևեք Առավոտ լուսային, որպեսզի լինեք տեղեկացված։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք շատ։